Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Սա տարածք է հարցեր տալու, լսելու ու մտածելու համար։ Այս եթերաշրջանում ունենք 5 թողարկում, 5 տարբեր ձայն, բայց մեկ ընդհանուր ուղերձ։ Եկեք սկսենք։ Ճշմարտություն եւ բանավոր պատմություններ։ Այս խոսակցությունը մեզ տանելու է մի հաճելի ու հետաքրքիր զբոսանքի 3 մեծ գաղափարների միջով՝ քաղաքականություն, լրագրություն եւ բանավոր պատմություն։ Իսկ ամեն ինչ պատտվում է մի բարդ, բայց շատ մարդկային բառի շուրջ՝ ճշմարտություն։ Իսկ հիմա եկեք մի քիչ փիլիսոփայենք։ Ճշմարտությունը կարող է ապրել եւ տվյալների մեջ, եւ ապրած հիշողության մեջ։ Կա այն, ինչ մենք անմիջապես զգում ենք, տեսնում ենք, լսում, դիպչում։ Եկեք դա կոչենք անմիջական ճշմարտություն։ Եվ կա այն, ինչ մեզ հասնում է մի վարակույրի միջով՝ ընտանիք, դպրոց, սոցիալական ցանցեր, քաղաքականություն, պատմություն։ Այս ամենը ձևավորում է, թե ինչ ենք մենք համարում իրական։ Այս երկուսը չեն բացառում իրար։ Դրանք կողք կողքի են ապրում։ Այդ բախման մեջ է հենց մարդկային դրաման։ Այսինքն ճշմարտությունը եւ մեր ներսում է, եւ մեզնից դուրս։ Եվ այո, բարդ է։ Երբ սա զգում ես, քաղաքականությունն էլ ավելի པարզ դառնում։ Քաղաքական գործիչները միայն փաստեր չեն փոխանցում, նրանք պատմություններ են կառուցում, կրկնում են ուղերձները, մինչև դրանք ճշմարիտ են թվում։ Ներկայացնում են անցյալը այնպես, որ ներկան արդարացված երևա։ Խաղում են զգացմունքների վրա, որովհետև զգացմունքները հիշվում են։ Սա միշտ շատ մտադրությամբ չէ, դա է քաղաքական հաղորդակցության կառուցվածքի մասը։ Բայց սա նշանակում է, որ արժե նկատել, երբ կրկնությունը, կարգախոսները կամ պաշտոնական հիշողությունները մեզ հրում են իրականության մի կոնկրետ տարբերակի կողմը։ Այստեղից մի քայլ է դեպի լրագրություն։ Տեսականորեն լրագրությունը պետք է ստուգի փաստերը, համադրի աղբյուրները, ուսումնասիրի փաստաթղթեր ու տվյալներ, լսի տարբեր կողմերի եւ փաստերը տարանջատի կարծիքից։ Սա իդեալական սցենարն է։ Գործնականում, հատկապես փոքր շուկաներում, օրինակ Հայաստանում, ֆինանսավորումը մեծ ազդեցություն ունի։ Լրատվամիջոցները կախված են դրամաշնորհներից, հարուստ հովանավորներից կամ քաղաքական դերակատարներից։ Նույնիսկ եթե փող ուղիղ չի թելադրում բովանդակությունը, անձնական դիրքորոշումներն էլ դեր են խաղում։ Նույնիսկ մշտապես քննադատ լինելը նույնպես դիրք է։ Վճարովի բաժանորդագրությունները, ինչպես մեծ միջազգային թերթերում, կարող են օգնել անկախությանը, բայց կատարյալ մոդել չկա։ Իրական դասը սա է։ Լրագրությունը միջնորդավորված ճշմարտություն է, որը փորձում է նվազեցնել կողմնակալությունը, բայց երբեք ամբողջությամբ չի կարող ազատվել դրանից։ Եթե վերևից պատմությունները ձևավորում են մեր պատկերացումները, ինչպես հասկանանք ներքևից եկող ձայները։ Այստեղ է, որ բանավոր պատմությունը ի հայտ է գալիս։ Այն պահպանում է մարդու սեփական ճշմարտությունը։ Այն, թե ինչ է նա հիշում, մեկնաբանում, իմաստավորում իր ապրածը։ Այստեղ կարևոր չէ ամբողջական փաստական ճշմարտությունը, այլ իմաստը։ Երբ հավաքվում են շատ նման հիշողություններ, ձևավորվում է համատեղ հիշողությունը։ Այն, թե ինչպես է համայնքը հիշում ինքն իրեն։ Օրինակ, մարդիկ հաճախ ասում են, որ խորհրդային տարիներին կյանքն ավելի լավ էր։ Տվյալները կարող են հակառակն ասել, բայց հիշողություններն արտացոլում են անվտանգություն, կարգուկանոն կամ արժանապատվության զգացում։ Երկուսն էլ կարևոր են, որովհետև երկուսն էլ բացատրում են, թե մարդիկ ինչու են այսօր մտածում ու գործում այնպես, ինչպես գործում են։ Հիշողությունն էլ է շնչում ու փոխվում։ Մի ճամփորդություն, որը ժամանակին ծանր էր թվում, տարիներ անց կարող է ջերմ հիշողություն դառնալ։ Դա խեղաթյուրում չէ, դա մեր գիտակցության վերաիմաստավորումն է։ Իդեպ պատմությունն էլ երկար ժամանակ պատմվել է վերևից, հաղթողների, հովանավորների, հրատարակելու հնարավորություն ունեցողների կողմից։ Այդ պատճառով մեզ ասած պատմությունները հաճախ կրում են ինչ-որ մեկի դիրքորոշումը կամ առաջնահերթությունները։ Բանավոր պատմությունը օգնում է հավասարակշռել պատկերը, թույլ տալով ամեն մի անհատի, գյուղացիներին, ուսուցիչներին, երիտասարդներին պատմել, թե ինչն է իրենց համար կարևոր։ Վերջում մի հետաքրքիր շրջադարձ։ Կա արդյոք իսկապես չֆիլտրված ճշմարտություն։ Ոմանք ասում են, ամեն ընկալում արդեն մեկնաբանված է։ Մենք ոչ թե պարզապես տեսնում ենք մի բան, այլ տեսնում ենք բաժակ, որովհետև մեր միտքը այն դասակարգում է։ Նույնիսկ կրոնական փորձառությունը շարժվել է տեսանելի բաների պաշտամունքից արև, գրակ, անձրև, անտառ դեպի գաղափարների, այսինքն նույնիսկ հում ճշմարտությունը հաճախ իմաստով փաթաթված է։ Կարող ենք եզրակացնել, որ ճշմարտությունները պայմանավորվածություններ են, որոնց շուրջ մենք համաձայնվում ենք, որպեսզի կարողանանք միասին ապրել։ Եթե ընդունենք, որ տարբեր ճշմարտություններ կարող են համատեղ գոյություն ունենալ, գուցե դադարենք տարաձայնությունները հակամարտության վերածել եւ սկսենք լսել, ինչ է ուրիշի փորձառությունը ուզում մեզ ասել։ Ահա մի քանի միտք, որ արժի մտապահել։ Նկատիր վարակույրը, ով կամ ինչն է միջնորդում այն, ինչ գիտես։ Քաղաքական խոսքում ուշադրություն դարձրու կրկնությանը ու զգացմունքային խայծերին։ Նորություններ կարդալիս հարցրու, ովքեր են աղբյուրները, ով է ֆինանսավորում, որ ձայներն են բացակայում, եւ մի հավաքիր միայն ուրիշների պատմած պատմությունները։ Գրի արքո մտքերը, լսիր տատիկիդ, հարևանիդ, տաքսո վարորդին, ով քաղաքի քարտեզն իր գլխում ունի։ Դրանք ավելորդ կամ մանր հիշողություններ չեն, դրանք համայնքների հիշողության ողնաշարն են։ Եվ եթե ուզում ես խորանալ այս թեմայի մեջ, գնա ուսումնասիրելու։
Տեսությունը պրակտիկայի թշնամին չէ։ Այն տալիս է ակնոցներ, որոնցով սկսում ես կապեր տեսնել իրագրության, քաղաքականության ու հիշողության մեջ։ Վերջում ճշմարտությունը գահ չէ, որի համար բոլորս կռվում ենք։ Այն մարդկային, խառը երգչախումբ է։ Մեր գործն է ուշադիր լսել եւ ստուգել այն, ինչ կարող ենք, եւ տեղ պահել այն ձայների համար, որոնք հազվադեպ են լսվում։ Քո ձայնը դրանցից մեկն է։ Այս թողարկումը Փիսոն Փոդքասթի Ֆինի 5 երանգները եթերաշրջանի մի մասն է, որտեղ տարբեր եսեր բացահայտում են աշխարհն ու թե ինչ է կատարվում մեր շուրջը տարբեր տեսանկյուններից։ Եթե թեման ձեզ հետաքրքրեց, շարունակեք կարդալ, ուսումնասիրել, քննարկել։ Լրացուցիչ նյութերը կգտնեք Frontline-ում եւ Փիսոն հարթակներում։ Հիշեք, ձեզ ուզող խնդրի մասին խոսելը արդեն փոփոխության սկիզբն է։ Ես ձեր հաղորդավար Ֆինն եմ, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։